Սողոյան, ձեր մայրիկի և Փաշինյանի միջև տեղի ունեցած այդ վիճաբանությունից հետո որևէ իրավական պրոցեսներ պատրաստվում եք իրականացնել։ Ինչպես ասել եմ, կոնկրետ մայրիկիս անձի հետ կապված այդտեղ տարեր չեմ տեսնում, ինչքան էլ որ բնականաբար ընկալում կա եւ որ այդ ֆիզիկական ներգործությունը հետապնդումները կարծես թե ոնց որ մայրիկիս են ուղված, բայց այնտեղ նայում եմ, որ շատ կոնկրետ ատելության խոսք կա եւ թիրախավորում կա եւ բռնության կոչեր կան ուղված այլ դերակատարներին, այդ մասով քննարկումների փուլում են գտնվում, դեռևս որոշում չկա, բայց այսպես ասեմ, էլի, այս ընտրովի արդարադատություն միակ հետ պահող հանգամանքը այն է, որ այս ընտրովի արդարադատության պարագայում համոզմունք ունես, որ մեկը դա լինելու է անիմաստ նյարդերի ու ժամանակի կորուստ ու գուցեև այս ժամանակահատվածում կոնկրետ իմ ժամանակն ու միջոցները կարող եմ ավելի նպատակային օգտագործել։ Իսկ Արցախի հետ որևէ առնչություն ունեք, արմատներով Արցախից եք, որովհետև Փաշինյանը Արցախից փախածներ էր ասում։ Արցախից միայն մայրիկիս մեկ տատիկն է, որ 12 տարեկանում, չգիտեմ որ թվականին տեղափոխվել են արդեն Սյունիքի մարզում են բնակվել եւ այդ պարագայում ոչ մայրիկս էր Արցախի բարբառով խոսում, ոչ ինքն է ծնունդով Արցախից, ոչ ես բնականաբար, բայց այդ շատ հետաքրքիր հնարքը Փաշինյանը ըստ էության կիրառեց ցույց տալու, որ երբ որ ասում են Արցախը հանձնելով հայ մարդը, երբ որ ասում է Արցախը հանձնելով իմ հայրենիքն ես հանձնել, ինքը փորձում է դա լոկալիզացնել, ասել ոնց, դա մենակ Արցախցու հայրենիքն էր, ոչ, Արցախը յուրաքանչյուր հայի հայրենիքն էր, ու ինքը այդպես շրջեց նարատիվը, նույնիսկ որոշ լրատվականներ վերցրեցին, ասցին Արցախցի կին եւ այլն, ոչ, այդ որ օրվանից մենք սկսեցինք մեր հայկական հայրենիքը, մեր հայրենիքի մասերը բաժանել ըստ տեղային պատկանելության։ Հիմա Շիրակը ձեր հայրենիքն է, թե ձեր հայրենիքը չի։ Այս էր, որ շատ եւս վկայում էր հենց այս ներազգային թշնամանքի մասին, ինչը որ սերմանեց Փաշինյանը, հետագայում նաեւ չեմ հասկանում ինչ անծագում այդ տեսանյութի էր հղում անում։ Ես այդ տեսանյութի հետ ինչ-որ մասկաներով Ղարաբաղցու ակցենտով խոսող մարդկանց մասին է խոսում, ես բացի իրենից անկեղծ եմ ասում, ոչ տեսել եմ այդ տեսանյութը, ոչ էլ կարողանում եմ գտնել, ոչ էլ իմ լրահոսում առհասարակ հայտնվում է, ես մենակ մի հետևություն ունեմ անելու, որ այդ տեսանյութը պահել են իրենց, այսպես ասած, հիբրիդային պատերազմի գործիքների արսենալում, որպեսզի հենց ինչ որ Արցախի վերաբերյալ դժգոհություն լինի, բերեն ասեն, բա տեսեք մի հատ էլ այսպիսի տեսանյութ կա։ Բա եթե այդպիսի տեսանյութ կար, այդ մարդիկ էլ դուք այդքան կաք, որ այդքան արժանահավատ եք համարում։ Բա այդ մարդիկ ինչի են մասկաներով, ինչի մի հատ քրեական գործ չեք հարուցել, ինչ չեք փորձել պարզեք, թե այդ մարդիկ ովքեր են, չնայած այդ էլ կարային անեին, կարային ավելի խորը գնային ու իմիտացիա անեին, բայց ուղղակի ծիծաղ է առաջացնում, չնայած ծիծաղ էլ չի առաջացնում, էլի այս ամեն ինչ, չգիտեմ, ինչ որ աբսուրդի թատրոնում ենք բնակվում։ Տատիկի Սողոյան եւ լուրեր տարածվեց աշխատանքից ազատման հետ կապված, ինչից հետո Ավենյանը ասաց, որ նման կարգադրություն չի լինելու։ Հիմա աշխատում է ձեր մայրիկը, թե չէ, եւ ինչ հետևանքներ կունենա այս միջոցով։ Այն որ մայրիկս չազատվեց աշխատանքից, կարող եմ ասել, որ հանրային ճնշման արդյունքն էր, հենց այդ հարցադրումները, որովհետև եթե չլինեին այդ հարցադրումները եւ չլիներ այդ ճնշումը, բնականաբար հետևանքները այլ կլինեին։ Շատ հեռու չգնանք, տեսնենք ընդամենը ժամեր անց տեղի ունեցած նույն Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած հավաքի արդյունքում նույնպիսի, այսինքն բանավեճ տեղի էր ունեցել նաև այդ Արցախի
արցախցի բլոգերի հետ, ամենևին այդ բլոգերի համակիրը չեմ համարում, չեմ գտնում։ Ինձ ուղղակի որպես երևույթային իմաստով կարող է բնականաբար, այսինքն բառամթերքն էլ կարող է համադրելի չէր, բայց ամեն դեպքում այս իրավապաշտպաններն էլ են արձանագրել, որ այնտեղ որևէ խուլիգանության տար չկար, բան չկար, բայց այդ հակադրությունը, որ կարող էին այն մեկին կալանավորել եւ այս պարագայում չէ, իրան զգացնել տվեց։ Ես եմ շնորհակալ։